Larry, բարև, pleasure միշտ հաճույք է։ Այո, լսի, միշտ գնահատում եմ քեզ հետ զրուցելու Հայաստանի իրադարձություններին ծանոթանալու հնարավորությունը։ Մեկ այլ տարածաշրջան էլ է ներքաշվում այս համաշխարհային հրդեհի մեջ։ Արևելյան Եվրոպան ու Իրանը քիչ էին, հիմա հասավ Կովկաս։ Լավ նորություն է մեզ համար, հետաքրքիր կլինի։ Նախ շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար։ Գիտեմ, որ բոլորն են ուզում խոսել քեզ հետ։ Հիշեցնեմ լսարանին, որ զրուցում ենք Լարի Ջոնսոնի, ԿՀՎ նախկին վերլուծաբան, քաղաքական մեկնաբան եւ sonartsanamec.com-ի տնօրենի հետ։ Լարի, բարի գալուստ։ Շնորհ։ Չգիտեմ հասցրել ես հետևել Հարավային Կովկասի իրադարձություններին։ Ունեցանք այս մեծ եվրոպական գագաթնաժողովը, առաջին մասը եվրոպական քաղաքական համայնքն էր, որը նույն Եվրամիությունը չէ։ Ըստ էության դա Ռուսաստանին հակակշիռ ստեղծելու կազմակերպություն է։ Բոլորը եկել են, Մակրոնը եկել էր, եվրոպական պետությունների մեծ մասի ղեկավարները եկել էին, Բրյուսելը ներկայացված էր, Տիկին ֆոն դեր Լայն այնտեղ էր։ Եվ սենսացիա, Զելենսկին եկավ Հայաստան, ժամանակ չկորցրին։ Փաստացի սկսեցին Ուկրաինայի եւ Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատի քննարկումից, հետո Զելենսկին սպառնաց։ Ուղղակի տեղեկացնում եմ ձեզ։ Ինչ պատահեց։ Հարցս ձեզ, որպես տասնամյակների փորձով վերլուծաբանի, ինչ եղավ։ Ինչու այս բոլոր եվրոպացիները եկան Հայաստան, այս մոռացված հանրապետություն, որը շատերը քարտեզի վրա չէին գտնում։ Հավանաբար օգնականներին են խնդրել ցույց տալ, թե ուր են թռչում, որովհետեւ գաղափար չունեին, թե որտեղ է սա։ Սովորաբար երբ ասում եմ Հայաստան, ասում են Ռումինիա, ասում եմ ոչ, Հայաստան, տարբեր է, կարևոր չէ։ Ինչու եկան։ Որն է օրակարգը։ Եվրոպացիները գնալով դառնում են ավելի հուսահատ, քանի որ Ուկրաինայի հեռանկարները շարունակում են վատ թարանալ։ Այս ամբողջ նախագիծը Ուկրաինայի հետ կապված սկսվել է առնվազն 61 տարի առաջ։ Նպատակն այն էր, որ Ուկրաինան դարձնեն ռազմական մուտք Ռուսաստանի դեմ օգտագործելու համար։ Հույս ունենալով, որ կարողանան մասնատել այն եւ Ռուսաստանի փլուզումից հետո Եվրոպան վերահսկողություն ձեռք բերի Ռուսաստանի բազմաթիվ տարբեր բնական պաշարների նկատմամբ։ Դա 90-ականներին էր, հենց այդ ժամանակ։ Of the many different natural resources that Russia has. It's during the 1990s that what I call stage one of the rape process of Russia was underway. Երբ արևմտյան օլիգարխները թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում գործընկերություններ էին ստեղծում Ռուսաստանում, որպեսզի արևմուտքին անսահմանափակ հասանելիություն եւ վերահսկողություն տան գազի, ուրանի, նավթի, ազոտի նկատմամբ, դե ցանկը կարելի է շարունակել։ Պուտինը դա դադարեցրեց, երբ 99-ին պաշտոնը ստանձնեց։ 2001-ին նա կանչեց բոլոր օլիգարխներին, պարզապես կանչեց նրանց եւ ասաց. ոչ Դուք չեք շարունակելու թալանել այս երկիրը։ Ահա դա էր ամբողջ բանի սկիզբը։ Բայց հիմա նրանք տեսնում են, թե ինչպես է Միացյալ Նահանգներն ըստ էության նվազեցնում իր գործունեությունը Ուկրաինային աջակցելու հարցում։ Եթե ոչ այլ ինչ, ապա գոնե խոստացել էր զենք վաճառել եվրոպացիներին, որ նրանք տան Ուկրաինա։ Բայց Միացյալ Նահանգներն անգամ դրանից հրաժարվել, քանի որ չափազանց զբաղված է Իսրայելով եւ այդ զենքի հոսքն ուղղում է Իսրայելի կողմ։ Այսպիսով, սա Հայաստանին եվրոպական նախագծի մեջ ներքաշելու մասին է։ Կովկասի հետ կապված այս ջանքերը վաղուց են սկսեցին Վրաստանից, ձախողվեցին։ Հետո ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա, որտեղ ավելի հաջողակ են, քանի որ Փաշինյանի պես համագործակցող գործընկերում։ Դա որոշ չափով եղել է նաև Ադրբեջանում, բայց ինչպես մենք խոսում էինք նախապես, Ռուսաստանն այս հարցում հսկայական խաղաքարտեր ունի։ Նրանք շատ չեն անհանգստացել Հայաստանի համար, քանի որ բնակչությունն շատ փոքր է, ինչպես Russia holds some enormous cards in this regard. They haven't gotten too excited about Armenia because it's so small population wise. Տարածքային։ Այո, եւ տարածքային։ Այն գտնվում է ռազմավարական կարևոր վայրում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Բայց կարծում եմ Փաշինյանը եղել է շատ հիմար
փորձելով իրեն ներկայացնել ավելի մեծ խաղացող, քան իրականում կա։ Կարծում եմ այս գործընթացում ի վերջո նա կվնասի Հայաստանին, քանի որ ռուսներն այժմ կարծում եմ պատրաստվում են լիարժեք անցնել ակտիվ գործողությունների Ուկրաինայում պատերազմի հարցում։ Եվ նրանց համբերությունը եվրոպացիների հանդեպ սպառվել է։ Եվ այսպես Ոչ, շարունակեցի։ Ոչ, ես պարզապես ասում եի, որ եվրոպացիների, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի կողմից աջակցվող անօթաչուների հարձակումները Ռուսաստանի խորքում կարծում եմ ստիպեցին Ռուսաստանին գիծ քաշել եւ ասել. լավ, վրեժխնդրությունը հիմա կսկսվի։ Այնպես որ հաջորդ ամիս մենք կտեսնենք պատերազմի տեմպի եւ տոնայնության իրական փոփոխություն։ Դա հաստատ սրվում է։ Մենք լսել ենք Ռուսաստանի խորքում անօթաչուների հարձակումների մասին, բայց ինչ կարող է անել Հայաստանը։ Ընդամենը 3 միլիոն մարդ, ցամաքապատ երկիր է, շատ փոքր հանրապետություն է, պարզապես ռազմավարական տեղում է։ Ճիշտ է։ Բայց մենք չենք կարող որևէ ռազմական ռեսուրս առաջարկել Եվրոպային։ Այն ամենը, ինչ կարող ենք, Ֆրանսիայի նախագահն ասաց, նա շատ հստակ էր, մտահոգված եմ, որ ձեր տարածքում ռուսական զորքեր կան։ Բայց խնդիրն այն է, որ փոխարենը նա ոչ մի շոշափելի բան չի առաջարկում, ոչ ոք Հայաստանին չի առաջարկում։ Որևէ պաշտպանական դաշինք, միություն, ռազմաբազա, ռուսական բազան փոխարինելու համար։ Նույնիսկ ԱՄՆ-ն իր 808 ռազմաբազաներով ամբողջ աշխարհում։ Ֆրանսիացիները ստորագրում են ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Դուք որպես ռազմական վերլուծաբան լավագույնս կարող եք սա գնահատել։ Ըստ էության նրանք մեզ մի քանի ուղղաթիռ են տալու։ Մեկ կամ երկու, ասենք, ինքնաթիռ, նույնիսկ ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ինքնաթիռ, 4 ռադար եւ մոտ 30 խտեսար հաուբից։ Դուք ռազմական վերլուծաբան եք։ Արևմուտքում մեզ մոտ Թուրքիան է։ 800,000 մարդ զենքի տակ, հարյուրավոր, ուրավոր ու հարյուրավոր կործանիչներ, ռազմական ինքնաթիռներ, այդ թվում F-35-եր, եթե չեմ սխալվում։ Գիտեք, ամենաժամանակակից սպառազինություն, տրամադրված ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, գրեթե միլիոնանոց բանակ։ Արևելքում Ադրբեջանն է, այժմ պակիստանյան ինքնաթիռներով։ Գիտեք, Իսրայելի կողմից տրամադրված հակաօդային պաշտպանության համակարգերով, հրթիռներով, բալիստիկ հրթիռներով, անօթաչուներով, ամեն ինչով, ինչ կուզեք, ամեն ինչով։ Իսկ մենք ունենալու ենք 4 ռադար։ Որպես ռազմական վերլուծաբան, որքան կդիմենք հեռահաղորդակցները, եթե 300 կիլոտահի։ Կարծում եմ 300 կիլոմերով։ Դա չի լինելու, հա։ Այն պարզապես կօգնի արևմուտքին վերահսկել Ռուսաստանի օդային երթևեկությունը, որը հիմա չեն կարող։ Լավ կետ է։ Գիտեք, դա ուղղակի գիտեք սա է ամբողջ իմաստը, բայց Հայաստանը Եվրոպայի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալով կարող է օգտագործվել որպես հենակետ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար սկզբից։ Եվ կան որոշ հաղորդումներ, որ հայկական օդուժը օգտագործվել է առնվազն 13-օրյա պատերազմում։ Զեկույցներ կային։ Այո, ուրեմն Հայաստանը, ասենք, նման է անշարժ գույքի, որի արժեքը, գիտեք, տեղադրությունն է, Ճիշտ է, տեղադրություն։ Ճիշտ է։ Հայաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում, որպես հարթակ Ռուսաստանի եւ Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։ Հատկանշական է, որ Երևանում գտնվող ԱՄՆ դեսպանատունը եւ մասնավորապես դրա կազմում գործող ԿՀՎ-կայանը անձնակազմի թվականակով աշխարհի ամենամեծերից մեկն է։ One of the largest, but just by looking at the personnel, it's one of the largest in the world. Այո, հատկապես եթե նայենք մեկ շնչին ընկնող when you look at the number of Դուք գիտեք, դեսպանատան աշխատակիցների մի զգալի մասը ես կպնդեի, որ իրականում ԿՀՎ գործակալներ են պետդեպարտամենտի կամ զինվորական քողի տակ, բայց դուք գիտեք, դրանք այնտեղ են մի նպատակով, որն է կապեր հաստատել մարդկանց հետ, որոնք կարող that could be used to subvert both Russia and Iran. Լավ կետեր, մենք դա քննարկեցինք եւ ինձ դուր եկան ձեր ճակերտները եւ խոսում էիք դեսպանատան պաշտոնյաների մասին։ Լավ էր, բայց մենք կարող ենք օգնել հետախուզական հարցերում այս ռադարներով ու դրոններով։ Իսկ ինչ կլինի հարևանների հետ հակամարտության դեպքում։ Եվրոպան կամ ԱՄՆ-ը կարող են որևէ բան անել։ Հատկապես այսպիսի պարտավորություններով։ Ֆրանսիացիները խոստացան ոչ մահաբեր զենքեր, ոչ մահաբեր զենքեր։ Առաջին անգամ մեզ տվեցին խաղաղապահ
գործողությունների համար նախատեսված մեքենաներ ապակե պատուհաններով։ Կարող եք պատկերացնել դրանց ռազմական արժեքը։ Եվ նույնիսկ դա մնաց Վրաստանում, քանի որ Թուրքիան զանգեց Վրաստանի նախագահին ու ասաց, որ թույլ չտա։ Այդ անվնաս բաներն անգամ մնացին։ Մեկ ամիս քվեարկություն։ Եթե ինչ-որ բան լինի, նայեք Ուկրաինայի պատերազմին կամ Իրանի պատերազմին, որտեղ ռադարները շարքից դուրս եկան ընդամենը մի քանի օրերի ընթացքում, որքան կդիմանա Հայաստանը եւ արդյոք Եվրոպան կամ Միացյալ Նահանգները կտան մեզ անվտանգության երաշխիքներ։ Դե պատասխանն է 2 ժամ եւ ոչ։ Գիտեք, այնտեղ դե Հայաստանը շրջափակված եւ Միացյալ Նահանգների կողմից վերամատակարարելու կամ որևէ տեսակի ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը սահմանափակ է կամ ուղղակի անհնար։ Limited to impossible. Այո, անցյալ անգամ քննարկեցինք դուք, ճիշտ եք։ Դրա փոխարեն դրանք մեզ ցույց են տալիս եվրոպական գազարը։ Ասեն ձեզ առանց վիզայի ռեժիմ կտանք։ Կարող եք Եվրոպա գնալ առանց վիզայի։ Դա նույնիսկ չէ։ Կլինի մի քանի տարուց, եթե լինի։ Իսկ եթե լինի, կդառնանք մեկ այլ Լատվիա կամ Լիտվա, որոնք կորցրին բնակչության 40%-ը, կամ Բուլղարիա ու Ռումինիա, որտեղից ողջ երիտասարդությունը փախավ, եթե դա լինի։ Հետո շարունակում են այդ գազարը մեր առջև պահել, ասելով դուք կդառնաք ԵՄ+։ Երբ հարցում ենք երբ, ասում են չգիտենք։ Դա ինձ հիշեցնում է Դանա Քարվեին։ Հիշում եք, չեմ անի, բայց գուցե անեմ։ Սիրում եմ։ Լավ սկեչ էր, այսպես։ Նրանք շարունակում են կախ պահել դա։ Գուցե դառնանք Եվրոպայի մաս, բայց գուցե եւ ոչ։ Չգիտենք, դա կլինի թե ոչ։ Ձեզ փող կտանք, կողջ ունենք ձեր առաջընթացը։ Ուզում են, որ փակենք մեր ատոմակայանը, որը էներգիայի 40%-ն է, որ դառնանք լիովին անօգնական, եւ Ռուսաստանը, ինչպես ասացիք, նույնպես կորցնում է համբերությունը։ Պուտինն ասաց. «Լավ տղաներ, ուզում եք լքել մեր դաշինքը, ուզում եք, արեք, եկեք քաղաքակիրթ ամուսնալուծություն ունենանք»։ Նա իրականում դա ասաց. «Եկեք ունենանք ոչ, գաղափարային չէ»։ Անգլերենում մի արտահայտություն կա, հիմա չեմ հիշում։ Ինչպես քաղաքակիրթ ամուսնալուծություն, եթե դա եք ուզում, եկեք մտածենք հետևանքների մասին։ Մեր տնտեսության կեսը կկորցնենք, որովհետև առևտրի կեսը Ռուսաստանի հետ է։ Արտահանման մեծ մասը Ռուսաստան է գնում։ Ներմուծումը Ռուսաստանից է։ Գազի գինը կեռապատկվի։ Նայեք Գերմանիային։ Ինչ եղավ Գերմանիայի հետ։ Այն ապարդյունաբերականացվեց։ Մենք նույնիսկ շատ արդյունաբերություն չունենք։ Եվ հետո մեր բոլոր քաղաքացիները կվերադառնան։ 100 հազարավոր մարդիկ ստիպված կլինեն լքել Ռուսաստանը, որովհետև այլևս օրինական հիմք չեն ունենա այնտեղ մնալու, քանի որ ուզում ենք դուրս գալ միությունից։ Մեզ հրում են այս անդունդը եւ կոնֆետ խոստանում։ Օ, դուք կդառնաք Եվրոպայի մաս։ Իսկ դա իրատեսական է։ Արդյոք Հայաստանը կդառնա Եվրամիության մաս։ Ոչ, բայց թույլ տվեք հարցնել։ Ինչն է դրդում Փաշինյանի։ Ինչու է նա գնում այս քաղաքական եւ ազգային ինքնասպանության։ Կարծում եմ նա լիովին հպատակվել է իր արևմտյան հովանավորների՝ Ալիևին ու Էրդողանին, եւ միակ բանը, որ ուզում է, իշխանությունը պահելն է։ Եվ տեսնում եք, ինչպես են նրան օգնում մնալ իշխանության։ Նրան տվեցին 15 միլիոն եվրո, որպեսզի ապահովեն, որ Ռուսաստանից հիբրիդային պատերազմ չլինի, այսինքն միջամտություն ընտրությունների։ Այսինքն եվրոպացիները միջամտում են, որ թույլ չտան Ռուսաստանին միջամտել։ Շատ հետաքրքիր փաստարկ է։ Այո։ Նրան տվեցին 15 միլիոն եվրո։ Մակրոնն ասաց. «Ուզում եմ, որ այս մարդը հաղթի»։ Կանգնում է նրա կողքին։ Գրեթե համբուրեց նրան։ Ինչ ճաշակով չէ, բայց ինչ որ։ Ժամանակները փոխվել են։ Դա Մակրոնի ճաշակն է։ Այո, ինչևէ, Աստվածի հետ։ Նա ունի 11% 9 ամսում, կարծում եմ։ Այնպես որ նրան իսկապես առաջ են մղում։ Կարծում եմ նա լիովին հպատակվել է նրանց։ Նա կախվածության մեջ ընկավ նրանցից։ Հենց նրանք համոզեցին նրան ամբողջությամբ զիջել այս տարածաշրջանը, նույնիսկ առանց իր ժողովրդի համար անվտանգության երաշխիքներ խնդրելու։ Լավ, վերցրեք տարածաշրջանը։ Գոնե մի սպանեք նրանց։ Թողեք մնա։ Այսպես ֆրանսիացին նստած էր կողքին։ Ոչինչ չարեց։ Ոչ ոք հայերի անվտանգությունը չաշխավորեց։ Բոլորին վտարեցին։ Ասուր 20,000 մարդ։ Կարծում եմ սա է կատարվում։ Նա դարձել է նրանց խամաճիկը։ Այո, որովհետև գիտեք, ակնհայտ է, որ նա չի առաջարկում որևէ ազգային տեսլական։ Թե ինչ է Հայաստանը։ Ոչ, ասենք, եթե ասեք վերականգնենք Հայաստանի հզորությունը։ Այո, կամ պահպանենք Հայաստանը, հիասքանչ, հասկանում եք, քանի որ նա ըստ էության թույլ տվեց հայկական շահերի նվազեցում, հասկանում եք, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրով եւ ըստ էության հետագա հարձակումները եկեղեցու վրա, դա այո, դա շատ տարօրինակ է։ Քանի որ
because that's been Դա եղել է the heart and soul of Հայաստանի Armenia. սիրտ ու հոգի։ Այո, Դա կարծում եմ ինչ է։ It's Դա the հնագույն oldest Christian քրիստոնեական community. այո։ Ես օրայից մեկ թիվ։ Մենք քրիստոնեությունը պաշտոնապես ընդունել ենք Երսորալ 1-ին։ Դա 1700 տարի առաջ էր։ Եվ տարօրինակ է, որ ամերիկացի վերլուծաբանն է հային ասում. «Ժողովուրդ, չեք հիշում այս ամենը ձեր մասին»։ Այո։ Սա իրոք տարօրինակ է։ Այո, քանի որ ուղղակի գիտեք, նույնիսկ Իրանում հնագույն եկեղեցիները, ամենահին եկեղեցիները հայկական, հայ առաքելական։ Այնպես որ Այո, նրանց դա չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում։ Այո, ոչ։ Նրանք թույլ են տալիս։ Իրականում գիտեմ, որ հрьяաներից պահանջվում է ունենալ առնվազն մեկ ներկայացուցիչ օրենսդիր մարմին։ Չգիտեմ, արդյոք նույն հարգանքն ու պարտավորությունը տարածվում են քրիստոնյա համայնքի վրա, բայց կարծում եմ այո։ Այո, նրանք շատ հանդուրժող են եղել։ Իրանական վարչակարգը շատ հանդուրժող է եղել։ Դա աշխարհի հնագույն հայկական համայնքներից մեկն է, եւ նրանք գիտեք զգալի թվով արտոնություններ են ունեցել։ Ոստի բողոքներ չկան այդ առումով, բայց այս պատերազմը Իրանում ավելի ու ավելի է մոտենում։ Այն հենց մեր սահմանին է։ Թվում է փակուղի է խաղաղության բանակցությունների հերթական ձախողում եւ հրադադարը ըստ նախագահ Թրամփի մահամերձ վիճակում է։ Իդեպ, ով է մահամերձ վիճակում։ Արդյոք արդարացի կլինի ասել, որ այս աշնանը ԱՄՆ-ում կարևոր քաղաքական փոփոխություններ տեղի կունենան։ Կարող ես։ Ես ԱՄՆ քաղաքացի եմ։ Այո։ Ոչ, նայեք, ես երեք Sona 21-ում երկար հոդված գրեցի։ Տեսա։ Եվ բայց Երբ նայում եք, թե ինչպես է արևմուտքը վերլուծում տնտեսությունը, տնտեսական գործոնները եւ վերլուծում է Չինաստանը, նրանք հորինում են բոլոր այս պատճառները Չինաստանին վարկաբեկելու համար, թե այն թույլ է եւ չի կարող այսպես շարունակել։ Եվ այլն։ Մինչ ասում են, բայց նրանք Միացյալ Նահանգների պես չեն։ Գիտեք, մենք ունենք բոլոր այս առավելությունները, բայց երբ հեռացնում եք այդ շերտերը եւ նայում եք այդ առավելություններին, Միացյալ Նահանգները դանակի շեղբի վրա է կանգնած եւ նրա ողջ կարգավիճակը պաուստային հիմա է, եւ որ միացած է այն բանը, որ մարդիկ հավատում։ Սակայն մենք ունենք փաստացի տվյալներ, որ դա այլևս այդպես չէ, որ օտարերկրյա պետությունների կողմից ԱՄՆ արժույթի տիրապետման մակարդակը նվազել է, վերադառնալով մինչև 1395 թվականի մակարդակին։ Այն նվազում է, ոչ թե աճում։ Միացյալ Նահանգները նույնպես այլևս չի համարվում ու ապահով հանգրվան։ Փաստացի, Չինաստանը փոխարինում է նրան։ Բայց երբ դուք խորանում եք ավելի խորը, եթե լինի ֆինանսական ճգնաժամ, պարքային ճգնաժամ, դա կսպանի Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները չունի այն գործիքները եւ ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են նման փլուզմանը դիմակայելու համար։ Չինաստանն ունի։ Հիմա ինչպես է սա առնչվում մեզ հետ։ Եթե Հայաստանը հաշվարկներ է անում, this relevant? If Armenia is making calculations about թե ում կողմն անցնել ապագայում։ Ուրեմն վերջինը որ կցանկանաք ընտրել դա արևմուտքն է։ Եվրոպան ինքնին ավելի թույլ է, քան երբևէ եղել։ Վերջերս ես մի քանի թվեր էի նայում, ճիշտն ասած, ես ինքս էլ զարմացած էի։ Այսպես, 2025-ին աշխարհի 10 խոշորագույն բանկերից առաջինը գերմանական Deutsche Bank-ն էր, երկրորդը BNP Paribas, հաջորդ 5-ը բոլորն էլ ճապոնական էին։ Ահա արդեն 7, հետո կար HSBC-ն եւ ինչ որտեղ կարծեմ JP Morgan Chase-ը։ Բայց ուրեմն եթե նույն հարցը տակ 2025-ին, but you jump to 2025 ask that same question. Deutsche Bank-ն այլևս ցուցակում no longer on the list. It's gone. BNP Paribas դա 8-րդն է։ Լավագույն 4 բանկերը չինական են։ Չինացիները ոչ միտեղ չկային 2000 թվականին։ Հիմա նրանք գերիշխում են։ Լավագույն 4, հետո Bank of American եւ JP Morgan Chase, SBS-ն, BNP Paribas։ Սա նշանակում է Եվրոպայի կարևորությունը նվազում է։
Եվ ուրեմն Հայաստանը պետք է հարցնի ինքն իրեն, թե ինչ ռեսուրսներ ունի Եվրոպան, որոնք մեզ պետք են, որ Հայաստանն ավելի ուժեղ կամ ավելի լավը դառնա։ Եվ պատասխանն է, կարծում եմ, ոչինչ, բացի նրանից, որ սա հետաքրքիր վայր է այցելելու համար։ Բայց Եվրոպան, եթե նայեք 100 տարի առաջ կամ մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, դեռ համարվում էր գիտության մեջ առաջատարներից մեկը։ Այն արդյունաբերական տերություն էր, հսկայական արդյունաբերական ներուժով։ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Միացյալ Թագավորությունում Եվ Միացյալ Թագավորությունը ես ներառում եմ Եվրոպայի մեջ առաջատար համալսարանների գիտնականները, օտարերկրացիները հոսում էին դեպի այդ համալսարանները, բայց ինքնասպանությունը սկսվեց առաջին համաշխարհային պատերազմով, երբ եվրոպացիները ըստ էության կռվեցին միմյանց դեմ, եւ այդ գործընթացում սկսեցին քայքայման ու փլուզման գործընթացը, որն արագացավ երկրորդ համաշխարհային պատերազմում։ Երկրորդ համաշխարհայինից հետո իշխանությունը հանկարծ տեղափոխվեց, իսկ Միացյալ Նահանգներն անցել են նույն ինքնակործանարար վարքագծի միջով, մենք շարունակում ենք մեզ համարել այս աշխարհի առաջնորդը, սակայն հիմքերը, որոնց վրա այն հենվում է, քայքայվում են։ Եվ ամենահստակ նշաններից մեկն այն է, որ օտարերկրյա կառավարությունները, Հնդկաստանը, Ճապոնիան, Չինաստանը հիմա վաճառում են պետական պարտատոմսերը։ Նրանք չեն գնում պարտատոմսեր, եւ Միացյալ Նահանգները կարողացել է ունենալ այս հսկայական դեֆիցիտները, քանի որ այլ երկրներ հիմնականում մեզ գումար էին տալիս։ Հիմա դա սպառվում է, եւ այդ երկրները միաժամանակ կտրուկ անցել են ոսկու եւ արծաթի թանկարժեք մետաղների գնմանը։ Եվ Միացյալ Նահանգները դեռ առաջ է շարժվում, այնպես թե մենք լավագույնն ենք, մենք առաջինն ենք, մենք վերահսկում ենք աշխարհը, առանց գիտակցելու, որ իրականում աշխարհագրությունը փոխվել է, եւ Չինաստան իր BRICS-ի կամ մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությամբ հիմնականում սկսել է մեկուսանալ։ Նախկինում այն կախված էր, հույսը դրել էր ԱՄՆ-ի վրա իր ապրանքների մեծ մասը գնելու համար։ Դա այլևս այդպես չէ։ Իրականում ես հենց նոր ծանուցում ստացա, որ Չինաստանից եկող որոշակի վերամշակված նավթամթերքների մասով նրանք հենց նոր տեղեկացրել են Walmart-ին, որ այլևս չեն ուղարկում։ Ձեր Walmart-ի դարակները դատարկվելու են նավթի բաժնում։ Հաջորդ 2-3 շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհը, ամբողջ այս աշխարհը տակնուվրա է լինում, եւ վերադառնալով Հայաստանին, ին պետք է հարցնել Հայաստանին. ինչու եք սկսում դաշնակցել մարող երկրների հետ, այն երկրների հետ, որոնք իրականում չունեն պայծառ տնտեսական ապագա, երկրների, որոնք կախված են ռեսուրսներով հարուստ Ռուսաստանից եւ տեխնոլոգիական հսկա Չինաստանից։ Ինչու արդյոք, որովհետեւ Իրանը կենտրոնական դեր ունի թե Չինաստանի եւ թե Ռուսաստանի տնտեսական ապագայում, ինչն էլ հենց պատճառներից մեկն է, որ նրանք դա դարձրել են կարևոր առաջնահերթություն։ Եվ Հայաստանի համար այդ հոսանքին հակառակ լողալը նման է ցունամիի դեմ լողալու։ Դուք կխեղդվեք։ Այո, լավ կետ է։ Կարծես սխալ ուղղությամբ ենք գնում։ Եվ կա տնտեսական ու քաղաքական ուժի տեղաշարժ դեպի արևելք, հեռու արևմուտք։ Լարի, կարծում ես մեզ սպասվում է եւս մեկ 2008 թիվ, որովհետեւ ես տեսել եմ 2008-ի ֆինանսական ճգնաժամը, եւ դա իսկապես ծանր էր։ Ծանր էր իմ եւ բոլորի համար։ Սա նույնքան վատ է լինելու։ 2008-ը պիկնիկ կթվա։ Համեմատած նրա հետ ինչ Հիմնվում եմ դրա վրա, Ալեքսի վրա, ով ունի Reportify անունով ալիքը։ Նա անցյալ գործիքների տրեյդեր է, ապրում է Չինաստանում, ամերիկացի է։ Նա արդեն 20 տարի է, ինչ ածանցյալների առևտրով է զբաղվում, եւ ինչպես ինքը նշեց, այդ ածանցյալների մասշտաբը, ասենք դրանք վերահսկվող ֆինանսական շուկայից դուրս է։ Նա խոսում է 600-ից մինչև 700 տրիլիոն դոլարի մասին։ He's talking $600 to $700 trillion. Որպեսի մարդիկ հասկանան ածանցյալները հիմնականում մոլախաղի ձև են։ It's a form of gambling.
Դուք ասենք նստած եք Blackjack-ի սեղանի շուրջ, պատրաստում եք խաղադրույք կատարել, որ կստանաք 21։ Ուրեմն դուք խաղադրույք եք անում 21-ի վրա։ Ես կողքի կանգնած եմ։ Սա առաջին ածանցիալն է։ Ես ասում եմ, որ Արթուրը կսխալվի ու ասենք խաղադրույք եմ անում մեկ այլ ֆինանսական հաստատության հետ։ Հաջորդ մակարդակում մեկն ասում է, թե տեսել է, ինչպես Ամերիկայի բանկը խաղադրույք կատարեց Արթուրի դեմ ու ինքն էլ խաղադրույք է անում, որ բանկը կսխալվի։ Դա հաջորդ մակարդակի խաղադրույքն է։ Եվ այն շարունակվում է ու շարունակվում։ Ու հանկարծ ձեր սկզբնական $100 ձեր արած գործողությունները այդ 100-ի հետ կարող են ասենք $1,000,000 շարժել։ You may have bet necessarily $100, but that $100 now, your actions with that 100 are going to trigger, $1 million. Եվ այդ ամբողջ ածանցիալների ոլորտը հիմնված չէ որևէ իրական բանի վրա։ Այն հիմնված է մարդկանց մոլախավի վրա, ինչպես կազինո։ Դա զուտ սպեկուլյացիա է, զուտ ենթադրություն։ Հետո գալիս է սեպտեմբերի 15-ը 2008, ու այս Ponzi սխեման, ինչպես ասացիր։ Այնպես որ դա նորից կպատահի, բայց միայն թե շատ ավելի մեծ մասշտաբով եւ հենց հիմա այդտեղ։ ԱՄՆ-ի այն ենթադրությունը, թե իր տնտեսությունն ավելի լավն է, քանի որ ուղղակի պարտքի ֆինանսավորման ձևի պատճառով կբախվի իրականությամբ։ Դոլարն այլևս չի լինի պաուստային արժի, եւ մարդիկ չեն ուղի իրենց ակտիվները Միացյալ Նահանգներ, անկայունության պատճառով։ Այդ պահին գիտեք, մենք կունենանք լուրջ գլոբալ խնդիրներ։ Չեմ ուզում Կասանդրայի պես հնչել, բայց սա միայն իմ կարծիքը չէ։ Ես հիմնվում եմ Ալեքսի եւ այլ մարդկանց տվյալների վրա։ Թվերն առկա են, շուկայի հսկայական մանիպուլյացիայի։ Օրինակ, հիմա եթե համեմատեք, թե ինչ եղավ նավթի գնի հետ COVID-ի ժամանակ, COVID-ի արգելափակման սկզբնական օրերին նավթի գինը հասավ $20 մեկ բարելի համար։ Like right now, you compare what happened to the price of oil during the COVID, the early days of the COVID lockdown. Price of oil went up to $120 a barrel. I remember that. Բայց նրանք չդադարեցրին արդյունահանումը։ Հորմուզի նեղուցը փակ չէր։ Աշխարհի նավթի 30-32%-ը չէր անջատվել։ Նկատի ունեմ մատակարարը։ Եվ նավերը դեռ շարժվում էին։ Դա պարզապես վախ էր։ Հիմա մենք կանգնած ենք իրավիճակի առաջ։ Պարսից ծոցի մատակարարման շղթայի խափանումը եւ դա միայն նավթ չէ։ Նավթ 32 թակաունդ, հեղուկ բնական գազ 25 թակաունդ, միզանյութը 30 թակաունթի սահմաններում է, հելիումը 33-34 թակաունթի, ծծումբը, որի մասին երբեք չէի մտածել, բայց երբ տեսնում ես ծծմբի դերը, եւ դա մոտ 40 թակաունտ։ Աշխարհի ծծմբի պաշարների, որն օգտագործում է նավթի վերամշակման եւ այլնի համար։ Սա մենք պատմության մեջ չունենք այլ կետ, որին նայենք ու ասենք սա նման է դրա, սա նոր բան է։ Մենք սա նախկինում չենք տեսել։ Եվ քանի որ մենք նախկինում երբեք չենք տեսել սա, մարդիկ չեն գիտակցում, թե որքան օրհասական է այս իրավիճակը։ Եվ երբ դեֆիցիտները սկսեն հարվածել, եւ բաներ, որոնց մարդիկ սովոր են ստանալ, նույնիսկ օդային ճամփորդությունների հեշտությունը, դա գիտեք, կանգ է առնելու, ամբողջովին կանգ է առնելու։ Գերմանիայում արդեն չեղարկել են 20,000 չվերթ, այսպես որ պարզապես հաշվարկեք։ Եթե միջինը 150 հոգի է, դա ինչ է ստացվում։ 2 միլիոն, 2,50 միլիոն, դա շատ մեծ թիվ է։ Մենք ահռելի So we're in an age of tremendous flux and տարածաշրջանում ենք։ Եվ աշխարհում շատ քիչ առաջնորդներ կան, որոնք հասկանում են սա, եւ փոխարենը Դոնալդ Թրամփի պես սրում են իրավիճակը, ոչ թե լավացնում։ Դե այո, համաձայն։ Շատերն էին նախազգուշացնում։ Սա ավելի քիչ է նման 2008-ին եւ ավելի շատ 1529-ին։ Աստված մի առասցե։ Բայց քանի որ նշեցիք Թրամփին, վերջին հարցս, շնորհակալություն ժամանակի համար, ինչ կլինի այս վարչակազմի հետ։ Աշտանը դժվարանում են պատկերացնել հանրապետականների հաղթանակը։ Պարզապես շատ դժվար է դա պատկերացնել։ Եվ եթե դեմոկրատները վերահսկողություն ստանան, որքան հավանական է, որ նախագահ Թրամփին կառաջարկեն վախ հեռանալ։
Trump-ի հետ ինչ որ բան այն չէ։ Something not right Նկատի with ունեմ Trump. I հոգեպես mean, այն mentally չէ։ not right. Ես էլ համաձայն եմ։ Որովհետև երեք եթե տեսնեիք նրա Truth Social-ի գրառումները օրվա սկզբին, դա դե ես մեծագույն նախագահ, ես ավելի լավն եմ, քան Վաշինգտոն։ Լինքոլնից լավն եմ։ Նա դա չասաց։ Ոչ, նա տեղադրել էր պատկեր պատկերի հետևից, ես մեծագույնն եմ, ես ամենահրաշալի նախագահն եմ, եւ ցնցող եմ։ Նկատի ունեմ, սա գիտեք, դուք տեսել եք մարդկանց, ովքեր սարսափելի անինքնավստահ եւ անինքնավստահ մարդիկ փոխհատուցում են պարծենալով ու չափազանցնելով։ Ճիշտ է։ Գիտեք, նա իր տեղադրած նկարներից մեկում Քարտաշը փորագրում էր իր դեմքը Ռաշմոր լեռան վրա։ Այնպես որ նա կտրված է իրականությունից։ Հետո նա գրառում արեց, թե որքան լավն են հարցումները, բայց ոչ, ընկեր, ճիշտ հակառակն է, դու հազիվ 30%, 70%-ը կարծում է, որ դու սարսափելի ես։ Կարծում եմ ժխտում է։ Ճիշտ է։ Հետո նա երեկոյան շարունակեց թվիթներով, ասեմ մոտ 20 Truth Social գրառումներով 2020-ի գողացված ընտրությունների մասին։ Այսպիսով, նա տարված է հետ նայելով, նա տարված է սեփական ձեռքբերումները գովաբանելով, ապագայի տեսլական առաջարկելու փոխարեն կամ ուրեմն խոստացածն անելու, Ամերիկայի շահեր առաջնահերթ դարձնելու փոխարեն, նա հիմա զոհաբերում է այդ բոլոր շահերը Իսրայելին։ Այո, վատ է։ Չինաստանում նրան լավ ջախջախելու են։ Նա գնում է առանց որևէ լծակի։ Կարծում է, թե բոլոր այդ գործիքներն ունի։ Երեկվա պես կարծում եմ նա արդեն մեկնել է։ Քանի որ նա պետք է Չինաստան հասնի 13-ի երեկոյան, հիմա Պեկինում երեկո է, գրեթե ժամը 10:30-ն է, 11-ն է, 11:30-ն է, 2 ժամից կլինի 12-ը։ Եթե նա ժամանի ասենք ժամը 6-ին, ուրեմն այսինքն 18-ն է լահորին, ուրեմն հենց հիմա պետք է մեկնի Չինաստան, բայց նա չինացիների հետ խաղալու ոչ մի թուղթ չունի։ Եվ ահա նրանք հենց նոր պատժամիջոցներ հայտարարեցին 3 անձի եւ 9 ընկերության նկատմամբ Իրանից նավթ ներկրելու համար։ Եվ հենց անցյալ շաբաթ չինացիներն ասացին իրենց գործարաններին եւ մյուսներին, որ ամերիկացիները կարող են ըստ էության գրողի ծոցը գնալ իրենց պատժամիջոցներով։ Մենք չենք ճանաչելու դրանք, չենք հետևելու դրանց։ Այնպես որ անմիջապես, եթե ես լինեի Սին, Թրամփին կասեի, այդ ինչ եք կարծում, ինչ եք անում այնտեղ։ Refineries and others, basically the Americans can go to hell with respect to the sanctions. We're not going to recognize it. We're not going to abide by it. So right off the bat, if I'm Xi, I'm going to tell Trump, what the hell do you think you're doing? You're sanctioning us. Okay. Լավ։ Տեսնում եք այդ հազվագյուտ հողային միներալները, որոնք ձեզ անհրաժեշտ են Տոմահավք եւ Patriot հրթիռների համար։ Գրողի ծոցը դուք դրանք չեք ստանա։ Մենք այլևս չենք ուղարկի։ Թրամփը լծակներ չունի։ Եվ նրանք արդեն հաղթեցին մաքսային պատերազմը, նրանք արդեն հաղթել են մաքսատուրքերի պատերազմը, այնպես որ այո, նրանք տեսնում են նրա գալուստը։ Ամեն դեպքում Լարի, շատ շնորհակալ եմ, չեմ ուզում ձեր ժամանակը խլել, շատ մեծահոգի եք։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ զրուցում էին քաղաքական վերլուծաբան եւ Sonar 11-ի տնօրեն Լարի Ջոնսոնի հետ։ Լարի, շնորհակալ եմ, հաճելի էր։ Արթուր, ես միշտ ձեր տրամադրության տակ եմ։ Շնորհակալություն, որ ինձ հետ խոսելն արժեք համարում։ Միանշանակ, եւ ես սիրում եմ ձեր 19-րդ հղումները։ Ես նույն ճամբարում եմ։ Մնա առողջ։ Լավ, շատ շնորհակալ եմ։ Ստեսին։